խոսել էինք ամուսնության մասին, որի համար հիմք էր ծառայել Մարկոսի ավետարանի 10-րդ գլխի առաջին համարից մինչև 12-րդ համարը։ Այսօր մենք խոսելու ենք հաջորդող դրվագի մասին, 13-րդ համարից մինչև գրեթե գլխի կեսը, որտեղ երկու դրվագ է մեզ Հիսուս Քրիստոս փոխանցում այսօր։ Առաջինը մանուկների վերաբերյալ ճշմարտություն եւ երկրորդը մի պատմություն հարուստ մի երիտասարդի մասին, որը փափագում էր ժառանգել հավիտենական կյանքը։ Եվ նրան մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսիններինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնի»։ Եվ նա վերցնելով նրանց իր գիրկը, նրանց վրա ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց։ Երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, ահա մեծահարուստ մեկը առաջ վազելով ծնկի իջավ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ինչու ես ինձ բարի կոչում, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված։ Պատվիրանները գիտես. մի շնանար, մի սպանիր, մի գողանար, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը»։ Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապետ, այդ բոլորը իմ մանկությունից ի վեր արել եմ, արդ ինչ եմ պակաս թողել»։ Եվ Հիսուս նայելով նրան, սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մեկ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ինչ որ ունես ու աղքատներին տուր, եւ երկնքում գանձեր կունենաս, եւ վերցրու խաչդ եւ արի իմ հետևից»։ Եվ մարդը այդ խոսքի վրա խռոված գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր։ Ուրեմն այսօր մենք խոսելու ենք Աստծո արքայության եւ Աստծո արքայությունը ժառանգելու մասին։ Տեսեք, երկու դրվագ ընթերցեցի, որոնք երկուսն էլ անմիջական կապ ունեին Աստծո արքայության հետ։ Առաջինում, երբ մանուկներին արգելում են աշակերտները մոտենալ Հիսուս Քրիստոսի մոտ, նա ասում է. եթե մեկը չլինի մանկան պես եւ մանկան պես չընդունի Աստծո արքայությունը, Աստծո արքայություն չի մտնի։ Եվ երկրորդ դրվագում մենք տեսնում ենք մեծահարուստ մի երիտասարդի, ով ցանկանում է հավիտենական կյանք ունենալ, եւ Աստված նրան ուղիղ կերպով ցույց է տալիս դեպի Աստծո արքայություն տանող ճանապարհը։ Եվ եկեք միասին փորձենք հասկանալ, թե որն է այդ ճանապարհը եւ ինչ է Հիսուս Քրիստոս ցանկանում մեզ այսօր ասել այս երկու դրվագների միջոցով։ Ուրեմն, եւ նրան մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց, որովհետեւ Աստծո արքայությունը այդպիսիններինն է»։ Բնականաբար, երբ այստեղ խոսվում է մանուկների մասին, սա ոչ միայն Աստծո ճշմարտությունը պարունակող գիրք է մեզ համար, այլ նաև պատմական փաստեր եւս ներկայացնող, վստահաբար Հիսուս Քրիստոս երբ իր աշակերտների հետ ելնում, իրական փոքր մանուկներին ծնողները եւ բարեկամները բերում են, որպեսզի Հիսուս Քրիստոս նրանց օրհնի։ Սակայն աշակերտները նրանց հանդիմանում են, ասում են՝ մի բերեք այս երեխաներին Հիսուս Քրիստոսի մոտ։ Ինչու՞։ Որովհետեւ նախ Աստված այսպես թե այնպես բոլոր մանուկներին սիրում է, հավանաբար աշակերտները այդպես էին մտածում։ Աստված այնպես թե այնպես այս բոլոր մանուկներին սիրում է, բայց այս մանուկների ներկայությունը այս պահին այստեղ խանգարում է, որպեսզի Աստված իր խոսքը փոխանցի մարդկանց, որովհետև մինչ այս մանուկներին բերել Հիսուս Քրիստոսի մոտ, Հիսուս Քրիստոս խոսում էր իր վարդապետությունն էր փոխանցում մարդկանց, ցույց էր տալիս Աստծո արքայության ճանապարհներն ու պատվիրանները։ Սակայն երբ նրանք հանդիմանում են այդ մարդկանց եւ արգելում են, որպեսզի մանուկներին բերեն իրենց մոտ, Հիսուս Քրիստոս ինքը հանդիմանում է իր աշակերտներին, ասելով, թե արգելք մի եղեք, որպեսզի այս մանուկները մոտենան ինձ։ Եվ սիրելի հավատացյալներ, այս խոսքերը այսօր ուղղված են մեզ բոլորիս, եւ Հիսուս Քրիստոս մեզ բոլորիս ասում է. մի արգելեք մանուկներին, առաջին հերթին ուղիղ իմաստով մի արգելեք մանուկներին գալ Աստծո մոտ,
որովհետև մենք ենք մանուկների առաջնորդը, մենք ենք մեր երեխաների օրինակը։ Եթե մենք չենք գալիս Աստծո մոտ, մեր երեխաները չեն գա Աստծո մոտ։ Մեզ նայելով չեն գա Աստծո մոտ։ Աստված տա հետագայում, երբ նրանք մեծանան, Աստված միջամտի նրանց կյանք, եւ վստահաբար Աստված նրանց հանդեպ ուշադրություն կդարձնի եւ ճանապարհներ կստեղծի նրանց համար գալու Աստծո մոտ։ Բայց եկեք մենք արգելք չհանդիսանանք, որպեսզի մեր մանուկները գան Աստծո մոտ, այլ ինքներս առաջնորդենք եւ ամեն գնով փորձենք բերել մեր զավակներին, մեր մանուկներին, մեր երեխաներին Աստծո մոտ, որպեսզի Աստված իր գիրկը առնելով նրանց օրհնի նրանց։ Այսօր մենք մեր երեխաներին սովորեցնում ենք հնարավոր ամենալավ եւ ամենավատ բաները, բայց շատերիս մտքով ուղղակի չի անցնում երեխային նորածին ժամանակվանից մկրտել, Աստծո օրհնության մեջ պահել, Աստծո հաղորդությունը հնարավոր ամեն պարագային փոխանցել այդ մարդկանց։ Ի վերջո, ինչպես Աստված պիտի լինի այդ երեխաների մեջ, եթե մենք մեր երեխաներին մեր ձեռքերի վրա բռնած չբերենք Աստծո առաջ եւ չխնդրենք, որպեսզի Աստված իր մարմնի եւ արյան միջոցով ուղղակի բնակվի այդ մանուկների մեջ։ Այլ կերպ, ինչպես Աստված պիտի հայտնվի նրանց մեջ, եթե մենք պիտի խանգարենք Աստծուն իբրև պատասխանատուներ այդ մանուկների մեջ բնակվելու համար։ Բայց այս հատվածը նաև երկրորդ իմաստ ունի։ Հիսուս Քրիստոս օգտագործելով իրական դեպք, օգտագործելով իրական իրողություն, երբ մանուկներին բերում են իր մոտ, նաև այ իրականությունն է բացատրում մեզ բոլորիս։ Ասում է, եթե մեկը մանկան պես չընդունի Աստծո արքայությունը, Աստծո արքայություն մտնել չի կարող։ Հետևաբար, եթե դուք ցանկանում եք մտնել Աստծո արքայություն, դուք ինքներդ մանուկ պիտի լինեք եւ իբրև մանուկ պիտի մոտենաք Աստծո խոսքին։ Իսկ ինչ է նշանակում լինել մանուկ Աստծո աչքերում։ Տեսեք, մանուկները տարբերվում են մեծահասակներից նրանով հիմնականում, որ աներիբա հավատք ունեն իրենց ծնողի խոսքի հանդեպ։ Ինչպես ասացի, մենք ենք առաջնորդները մեր մանուկների, եւ մենք կարող ենք չխոսել, մեր մանուկները ինչ տեսան, այն էլ սովորում են։ Եվ մանուկների, ինչպես կասեր հայտնի մի հայ, պարտականությունն է սովորել։ Մանուկները տեսնում են, սովորում են, ընկալում են ամեն ինչ, ինչ մենք ցույց ենք տալիս։ Եվ Հիսուս Քրիստոս այստեղ ասում է. մանկական աչքերով նայեք Աստծո արքայությանը, տեսեք, սովորեք, կրկնօրինակեք եւ հավատացեք։ Այսօր, եթե մենք մեր մանուկներին անգամ սխալ բան սովորեցնենք, իրենք երբեք կասկածի տակ չեն առնի մեր խոսքը, որովհետև մենք ենք նրանց կյանք պարգևել եւ առաջին իսկ օրվանից նրանց մենք իրենց կողքին ենք եղել։ Աստված էլ մեզ կյանք է պարգևել եւ մեր գոյության առաջին իսկ վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը մեզ հետ է։ Բայց մենք մանկական աչքերով չենք նայում Աստծուն։ Մենք շատ հաճախ կասկածի տակ ենք դնում Աստծո խոսքը։ Մենք ընթերցում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք հստակ գրված պատվիրան, բայց քանի որ դա մեզ շահեկան չէ, դա մեզ ձեռնտու չէ, մեր մարդկային նյութական պատկերացումներով, մենք երբեմն կասկածի տակ ենք առնում Աստծո խոսքը, հրաժարվելու համար Աստծո խոսքից։ Ռուս հայտնի գրողներից Լև Տոլստոյը ասել է, թե ինչու մարդիկ չընդունեցին Հիսուս Քրիստոսին իբրև Աստծո որդի, ինչու նրան չընդունեցին իբրև Աստված, որովհետև եթե ընդունեին, պիտի ընդունեին նրա խոսքի ճշմարտ լինելը, ինչը նրանց ձեռք չէր տալիս։ Նրանք ուղղակի չցանկացան Աստծո պատվիրանները պահել եւ մերժելով Աստծո պատվիրանները, մերժեցին նաեւ Աստծուն։ Հետևաբար մենք, սիրելիներ, եթե մանկական աչքերով չնայենք Աստծուն, եթե նրանից չփորձենք ընդօրինակել, եթե չփորձենք նրանով սնվել եւ նրանով ապրել եւ նրա խոսքը մեր մեջ մարմնավորել, ապա Աստծո արքայության մեջ, ես չեմ ասում Հիսուս Քրիստոսն է ասում, տեղ չունենք։ Եթե չլինենք մանուկների պես, Աստծո արքայությանը չնայեք մանուկների աչքերով, Աստծո արքայություն չեք մտնի։ Եվ երբ նա այս բացատրում է, ճամփա է ելնում եւ այնտեղ մեկը մի մեծահարուստ մի երիտասարդ առաջ վազելով ծնկի է իջնում նրա առաջ եւ հարցնում է նրան. «Բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք շարունակեմ»։ Ուրեմն տեսեք, վարդապետ
մեր հայերեն բառը եբրայերեն ռաբի բառն է, որը ուսուցիչ է նշանակում, եւ հրեական միջավայրում դուք գիտեք, որ կային ռաբիներ, ուսուցիչներ եւ առայսօր կան, ովքեր Սուրբ գրքի մեկնիչներն են, Սուրբ գրքի բացատրողները, ժողովրդին, Աստծո պատգամների փոխանցողները։ Հրեական միջավայրում ռաբիների, վարդապետների հանդեպ բացառիկ հարգանք գոյություն ուներ։ Օրինակի համար հրեական ընտանիքում, երբ բոլորը տանն են լինում եւ հայրն է մտնում տուն, բոլորը ոտքի են կանգնում, որպեսզի հորը դիմավորեն եւ ողջունեն։ Բայց եթե այդ տան մեջ կա ռաբիական, վարդապետական աստիճան ունեցող մեկը եւ ինքն է մտնում ներս, ապա ոչ միայն տան ընտանիքի անդամները, նաեւ այդ հայրն է ոտքի կանգնում ողջունելու համար իր որդուն, ինչը այլ պարագայում հրեական ընտանիքում ընդունված չէ։ Այսինքն այդ պահպանողական ընտանիքներում հորից առավել հարգանքի արժանի էր վարդապետը, ռաբին։ Եվ մենք տեսնում ենք ամբողջ Սուրբ գրքում, որ մարդիկ անընդհատ դիմում են Հիսուս Քրիստոսին իբրև վարդապետ։ Դիմում են նաև փարիսեցիները Հիսուս Քրիստոսին իբրև վարդապետ, բայց ամեն անգամ, երբ փարիսեցիները կամ այլ ռաբիները մոտենում էին Հիսուս Քրիստոսին եւ դիմում էին նրան իբրև այդպիսին, ոչ թե ընդգծում էին եւ ընդունում էին նրա վարդապետ լինելու հանգամանքը, այլ փորձում էին նրա հետ երկխոսության մեջ մտնել, նրան որևէ սխալ գաղափարի մեջ բռնացնելու համար։ Եվ մենք ամեն անգամ տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս նրանց հետ մտնում է երկխոսության մեջ եւ ուղղակի, քանի որ ճշմարիտ վարդապետությունը իրենն է, ջախջախում է նրանց բոլոր պատկերացումները եւ երբեմն անգամ շատ կտրուկ խոսքերով հանդիմանում է նրանց։ Այստեղ այդպիսի բան չկա։ Այստեղ այս երիտասարդը թերևս լավ չճանաչելով անգամ Հիսուս Քրիստոսին, երբ տեսնում է նրան, վազում է եւ ծնկի է գալիս նրա առաջ եւ ի բոլոր սրտե հավատալով Հիսուս Քրիստոսի վարդապետ լինելու հանգամանքին, ասում է բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։ Այս հարցը եթե հնչեր փարիսեցիների բերանից, դա կլիներ, որ նրանք փորձում էին նրան ինչ-որ մի սխալ գաղափարի մեջ բռնացնել, բայց այս երիտասարդը իսկապես ցանկանում է հավիտենական կյանք ունենալ։ Բայց այստեղ մենք պիտի ուշադիր լինենք, ինչ էր ցանկանում այս երիտասարդը։ Նա Սուրբ Գիրք կարդում էր, ինչպես մենք հիմա կտեսնենք, եւ Սուրբ Գիրքի մեջ հավիտենական կյանքի 5 տականում հավիտենական կյանքի մասին խոսքեր կան եւ դրանցից ազդված ամենայն հավանականությամբ պատկերացնում է, թե հավիտենական կյանքը այն է, որ նա ինչ որ ունի, այդ ամբողջությամբ պիտի անցնի հաջորդ կյանք եւ հավիտենապես վայելի այն ամենը, ինչ որ նա ունի այս աշխարհում։ Հետևաբար նա չի գալիս եւ չի ասում. «Վարդապետ, ինչ անեմ, որ Աստծո արքայությունը ունենամ։ Ինչ անեմ, որ Աստված իմ մեջ լինի»։ Նա անկեղծ գալիս է եւ հարցնում է, ասում է. «Վարդապետ, ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենամ»։ Բնականաբար Քրիստոսի աչքերում հավիտենական կյանք ունենալ եւ Աստծո արքայություն մտնել նույնական էր, որովհետեւ հավիտենական կյանքը Աստծո արքայության մեջ է, բայց այս երիտասարդը չէր ընկալում դա, եւ հավիտենական կյանքը ուղղակի շարունակականությունն էր իր հավիտենականության մեջ։ Եվ երբ նա գալիս է եւ հարցնում է Հիսուս Քրիստոսին, քանի որ պատկերացում չունի իրականում, թե ով է Հիսուս Քրիստոս, վստահաբար Հիսուս Քրիստոսի հետ առաջին օրից չի շրջել, ինչ որ մի շրջանի լսել, իմացել է եւ ահա մոտեցել է եւ նրա առաջ ծնկի է իջել, Հիսուս Քրիստոս նրան հարց է տալիս. «Ինչու ես ինձ բարի կոչում, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված»։ Ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի այս հարցը։ Արդյոք Հիսուս Քրիստոս այստեղ այս երիտասարդին ասում է ինձ բարի մի կոչիր, որովհետև ես Աստված չեմ։ Արդյոք սա է նշանակում այս խոսքը։ Ինչու ես ինձ բարի կոչում, ոչ ոք է բարի, բայց միայն Աստված։ Ինչ է ցանկանում Հիսուս Քրիստոս առաջին հերթին այս երիտասարդին այս խոսքերով բացատրել։ Նա չի ասում մի կոչիր ինձ բարի։ Նա չի ասում ես բարի չեմ։ Նա ասում է ինչու ես ինձ բարի կոչում, միթե դու գիտես, որ ես Աստված եմ։ Միթե դու ընկալել ես այն ամբողջ ճշմարտությունները, որ ես փոխանցում եմ։ Արդյոք դու հասկանում ես ում մոտ ես եկել եւ ինչ ես խնդրում։ Ինչու ես ինձ բարի կոչում։ Ոչ ոք է բարի, բայց միայն Աստված։ Հիսուս Քրիստոս բարի է, Հիսուս Քրիստոս Աստված է։ Բայց առանց սպասելու, որ երիտասարդը նրան պատասխանի, որովհետև վստահաբար երիտասարդը այս հարցին պատասխանել չէր կարող, Հիսուս Քրիստոս շարունակում է. Եթե ցանկանում ես հավիտենական կյանք ունենալ, դու ինքդ գիտես պատվիրանները,
մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը։ Մենք գիտենք, որ Մովսեսը 10 հարյուրավոր պատվիրաններ է տալիս, բայց բոլորս կենտրոնանում ենք 10 պատվիրանների վրա, չէ, որովհետև այդ 10 պատվիրանները ամփոփումն էին բոլոր պատվիրանների։ Եվ այդ պատվիրաններից առաջին մի մասը վերաբերվում էին Աստծուն, ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ Աստված չկա, կուռքերի չպաշտես, շաբաթօրը սուրբ կպահես, եւ այստեղ Հիսուս Քրիստոս ասում է, ինչու ես ինձ բարի կոչում, միայն Աստված է բարի, որով ընդգծում է իր Աստված լինելը, պատվիրանների առաջին կեսը, այսինքն երիտասարդը հարցնում ասում է, ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենամ, Հիսուս Քրիստոս ասում է, ինչ որ ասացիր, բարի կոչեցիր ինձ, Աստված ընդունեցիր ինձ, ընդունիր ինձ իբրև Աստված, նախ եւ առաջ։ Եվ երկրորդ, ինքդ լավ գիտես պատվիրանները, մի շնացիր, մի գողացիր, սուտ մի վկայիր եւ այլն։ Հետևաբար 5 կտակարանի օրենքները պահիր։ Մենք տեսնում ենք, նրանք, ովքեր Սուրբ Գիրքը ծայրից այլ կարդացել են, կարող են երբեմն մտածել, թե նոր կտակարանը եւ 5 կտակարանը հակասության մեջ են իրար հետ, որովհետեւ շատ բաներ կան 5 կտակարանում, որ մենք այսօր չենք պահում, իբրև քրիստոնյաներ, բայց երբ Հիսուս Քրիստոս եւ սա աստվածադիր շնորհ է մեզ բոլորիս, ոչ թե 5 կտակարանով գալու այլ Աստված, այլ միանգամից Հիսուս Քրիստոսին ընդունելով։ Բայց Հիսուս Քրիստոս ինքը ասում է, որ ընդունել Հիսուս Քրիստոսին նշանակում է ընդունել ամբողջության մեջ նաև 5 կտակարանը։ Հիսուս Քրիստոս ասում է, թող որևէ մեկը չկարծի, թե ես եկա օրենքը խախտելու կամ քանդելու կամ լուծարելու։ Ես չեկա այն լուծարելու։ Մի փոքր նշանախեց, որ մի փոքր նշան է, փոքր տառ է 5 կտակարանում գրված, պիտի իրականանա։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Աստծո խոսքը չի անցնի։ Հետևաբար ես չեկա հինը վերացնելու, այլ նորոգելու, լրացնելու։ Ասված է ձեզ մի սպանիր։ Իսկ ես ասում եմ անգամ բարկացկոտ հայացքով մի նայիր եւ խռով մի եղիր որևէ մեկի հետ։ Ասված է ձեզ մի շնացիր, իսկ ես ասում եմ անգամ վատ մտքերով մի մտածեք եւ մի նայեք ուրիշ որևէ մեկին։ Ասված է ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենաս։ Ես ձեզ ասում եմ անգամ այդ ուղղությամբ մի մտածեք։ Այսինքն Հիսուս Քրիստոս չեկավ հինը քանդելու։ Հիսուս Քրիստոս եկավ հինը ավելի բարձր մակարդակի վրա դնելու եւ մեզ մատուցելու։ Ինչու՞։ Որովհետև մարդ Աստված հարաբերությունը նման է ծնող եւ զավակ հարաբերություններին, երբ մանուկը նոր է ծնվում, նա սնվում է կաթով, որոշակի ժամանակ անց նա սկսում է ուտել ավելի պինդ կերակուր, եւ նույնը նաեւ մարդիկ էին Աստծո աչքերում, երբ նրանք նոր էին եկել Աստծո մոտ, նրանք ստանում են պատվիրանների մի ամբողջականություն, բայց երբ նրանք հասունանում են, գալիս է ժամանակը, երբ Աստված նրանց ավելի ամուր կերակուր է տալիս, ավելի սնուցող կերակուր է տալիս, եւ դա արդեն նոր կտակարանն է։ Հետևաբար, երբ Հիսուս Քրիստոսին հարցնում է այս երիտասարդը, թե վարդապետ ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանք ընդունեմ, Հիսուս Քրիստոս նրան ուղղակի բացատրում է. պահիր պատվիրանները, որոնք քեզ արդեն իսկ տրված են, ընդունիր ինձ իբրև Աստված, ընդունիր Աստծուն իբրև միակ Աստված եւ պահիր այն ամենը, ինչ որ քեզ ասվել է, որոնց համագումարը 5 կտակարանում ներկայանում էր 10 ներկայանում էին իբրև այդպիսին 10 պատվիրանները, իսկ նոր կտակարանում Քրիստոսի նոր պատվիրանը, որը ամփոփումն է այդ 10 պատվիրանների. Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով, հոգով եւ սրտով, եւ երկրորդը, որը նման է սրան, սիրիր քո մերձավորներին այնպես, ինչպես սիրում ես ինքդ քեզ։ Այսինքն Աստված պաշտություն 10 պատվիրանների առաջին մաս եւ մարդասիրություն երկրորդ մաս։ Եվ այս մարդասիրության մեջ ոչ այդքան կարևոր է ինչ-որ բան չանելը, որքան Քրիստոսի օրոք արդեն ինչ-որ բան անելը, ոչ միայն մի սպանիր, այլ նաև սեր տարածիր, ոչ միայն մի գողացիր, այլ նաև տուր, գանձեր դիզիր երկնքում, գանձեր տալով նաև այս աշխարհում։ Հետևաբար Հիսուս Քրիստոս հորդորում է այս երիտասարդին Աստծո պատվիրաններով ապրել։ Բայց քանի որ այս երիտասարդը Հիսուս Քրիստոսի ուսմունքին ամբողջությամբ չէր տիրապետում, պատասխանում է Հիսուս Քրիստոսին ասելով, թե վարդապետ, այդ բոլորը իմ մանկությունից ի վեր արել եմ, արդ ինչ եմ պակաս թողել։ Եվ իսկապես այս երիտասարդը չէր սպանել, չէր գողացել, չէր շնացել, Աստծո օրենքները պահել էր, Աստծուն իբրև միակ Աստված էր ընդունել,
բայց 5 կտակարանից դեպի նոր կտակարան, հրեական օրենքից դեպի Քրիստոսի օրենք անցումը իր մեջ տեղի չէր ունեցել։ Եվ նա անկեղծ սրտով ծնկելով Հիսուս Քրիստոսի առաջ ասում է. Տեր, ես պահել եմ 5 կտակարանը, ես պահել եմ օրենքը, ես արել եմ ամեն ինչ, ինչ որ դու ասել ես, արդ ինչն է ինձ պակասում, որպեսզի ես անեմ։ Եվ այստեղ տեսեք, նախքան Հիսուս Քրիստոս պատասխանը կտա, տեսեք ինչ գեղեցիկ խոսքեր է ասում։ Եվ Հիսուս նրան նայելով սիրեց նրան։ Սիրել, լեզուս չորացել է արդեն, քանի անգամ եմ ասել, սիրել նշանակում է սրբացնել։ Եթե մենք մեկին սիրում ենք, մենք նրան ուղղորդում ենք դեպի սրբություն։ Եթե մենք մեկին սիրում ենք, մենք ցանկանում ենք նրան տեսնել Աստծո արքայության մեջ։ Եթե մենք մեկին սիրում ենք, մենք ցանկանում ենք Աստծուն ներկայացնել այդ մարդուն եւ նրա սիրտը պատրաստել իբրև գա Աստծո համար։ Եվ Հիսուս Քրիստոս սիրեց նրան մաքրեց, նրան ընդունեց, նրա սիրտը պատրաստեց, որպեսզի Աստված բազմի այդ սրտի վրա իբրև գահի։ Բայց ինչպես 5 կտակարանում, ինչպես Ադամի ու Եվայի պատմության մեջ, ինչպես առ այսօր, Աստված թեև մեզ պատրաստում է, սրբացնում է, բայց ընդունել Աստծուն այդ սրբության մեջ թե ոչ, դա մեր որոշելիքն է։ Աստված ամեն ինչ պատրաստում է, մեզ մնում է միայն ընտրել Աստծուն։ Արդյոք մենք ընտրում ենք Աստծուն։ Հիմա տեսեք, Հիսուս Քրիստոս սիրում է այս երիտասարդին, սրբացնում է նրան, պատրաստում է նրա սիրտը եւ ասում է արա հետեւյալ քայլը, որպեսզի Աստված այդտեղ բազմի։ Եվ ինչ է ասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես ու աղքատներին տուր եւ երկնքում գանձեր կունենաս։ Եվ վերցրու խաչդ եւ արի իմ հետևից։ Պատահական չէ, որ հենց այս խոսքերն է Հիսուս Քրիստոս ասում. գնա վաճառի այն ամեն ինչ որ դու ունես։ Որովհետեւ այս երիտասարդը ի սկզբանե գալով Հիսուս Քրիստոսի մոտ ցանկանում էր հավիտենական կյանք մտնել, հավիտենականության մեջ պահելու համար այն ամենը, ինչ որ նա ուներ։ Նա կարծում էր, թե նա չի ասում, ինչ անեմ, որ Աստծուն հավիտենապես ունենամ, ինչ անեմ, որ Աստծուն իմ մեջ ունենամ։ Այո, ես պահում եմ Աստծո պատվիրանները, ես հետևում եմ, ես պաշտում եմ Աստծուն, բայց արդյոք ես ուզում եմ, որպեսզի Աստված ինձ փոխի։ Իսկ Աստծուն հետևել միանշանակ կերպով նշանակում է վերափոխվել, նորոգվել, նոր ոգի ունենալ, նոր միտք ունենալ, նոր աշխարհայացք ունենալ։ Ընդունել Աստծուն նշանակում է փոխել քո ամբողջ մտածելակերպը եւ համաձայնեցնել Աստծո պատվիրաններին։ Հիմա այս երիտասարդը ասում է հավիտենական կյանք եմ ուզում։ Իսկ Աստված Հիսուս Քրիստոս նրան ասում է, եթե ցանկանում ես հավիտենական կյանք, Աստծո արքայությունը ցանկացիր։ Դրա համար դու պիտի հրաժարվես նրանից, ինչ որ ամենաշատն ես սիրում։ Աստված երբեք մեզ չի դրդում հրաժարվել բարի բաներից, երբեք չի դրդում մեզ հրաժարվել Աստծուց։ Եվ տեսեք, մի շատ հետաքրքիր բան ձեզ ասեմ, այս երիտասարդը կանգնած էր մեկի առաջ, ով աշխարհի ամբողջ հարստության ստեղծողն էր, երկնքի եւ երկրի ստեղծողն էր։ Եվ վստահաբար, եթե ինքը հրաժարվեր ամեն ինչից, ինչ որ ուներ եւ հետևեր Հիսուս Քրիստոսին, ավելիով պիտի ստանար։ Եվ եթե ոչ այս աշխարհում, ապա հավիտենական կյանք պիտի ստանար, հավիտենական արքայություն պիտի ստանար, ինչը առավել է քան յուրաքանչյուր տեսակի հարստություն կամ յուրաքանչյուր տեսակի մեր հոգիները բերկրացնող երևույթ այս աշխարհում։ Հիսուս Քրիստոս ասում է, ինչի՞ս է պետք այս աշխարհը, ինչին է պետք մարդուն այս աշխարհը, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի։ Այսինքն աշխարհում ամեն ինչ էլ ունենաս, ինչի՞դ է պետք, եթե դու պիտի հոգիդ կորցնես։ Չէ՞ որ այդ ամբողջը նյութական է, գալու է մի օր, երբ այդ ամբողջը չի լինելու, չէ՞ որ դու ի վերջո մահանալու ես, չէ՞ որ այդ երիտասարդը իր հարստությունը այսպես թե այնպես հավիտենականության մեջ չմցրեց։ Եվ Աստված ասում է, ինչին է պետք անգամ, եթե ամբողջ աշխարհը շահես, ամբողջ աշխարհը ունենաս, բայց հոգիդ կորցնես։ Հետևաբար Հիսուս Քրիստոս մեզ հորդորում է հոգևորի հետևից գնալ, հավիտենականի հետևից գնալ, պահել իրական գանձը երկնքում, իրական հարստությունը երկնքում, որը չի փտում, չի անցնում եւ որը համաձայն Սուրբ Գրքի
գողերը չեն կարողանում վերցնել։ Եվ այստեղ էլ այս երիտասարդին ասում է, թող այն ամեն ինչ որ ունես, որովհետև այդ ամենից առավել մեծ բան կա այստեղ քո առջև կանգնած, ես եմ, թող արի իմ հետևից, վերցրու քո խաչը եւ արի իմ հետևից։ Ինչ է նշանակում, նա չի ասում միայն վաճառիր տուր աղքատներին եւ արի իմ հետևից, նա վաճառիր տուր աղքատներին, վերցրու քո խաչը եւ արի իմ հետևից։ Ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի այս խոսքերը։ Տեսեք, Հիսուս Քրիստոս մարդացավ, որպեսզի մահանա, չէ՞, որպեսզի կործանի մահը, հարություն առնի եւ մեզ հավիտենական կյանք տա։ Ինչպես Հիսուս Քրիստոս մահացավ, խաչի վրա մահանալով։ Ինչու Հիսուս Քրիստոս մահացավ խաչի վրա, որովհետեւ զոհաբերվեց մեր փոխարեն։ Խաչը, տեսեք, Աստված շատ հստակ, Պողոս Առաքյալն էլ ասում է, մեղքը բարձնե, մահը բարձնե մեղքի։ Եվ Աստված էլ Ադամին ու Եվային ասում է, որորը մեղք գործեք, պիտի մահանաք։ Շատ հստակ է, մենք բոլորս մեղավոր ենք, մենք բոլորս արժանի ենք մահվան եւ մենք բոլորս մահանալու ենք, անխտիր։ Կար միայն մեկը, ով արժանի չէր մահվան, որովհետեւ կար միայն մեկը, ով մեղք չուներ, եւ դա Հիսուս Քրիստոսն էր։ Բայց ինքն էլ մահացավ։ Ինչու՞։ Որովհետեւ նա մեր բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, միակը, որ անմեղ էր, աշխարհի բոլոր մեղքերը վերցնելով իր վրա, գանվեց խաչին, խաչի վրա գամելով մեղքը։ Քրիստոս խաչվեց խաչ բարձրացնելու համար մեղքի վրա, խաչ քաշելու համար մեղքի վրա, ոչնչացնելու համար մեղքը։ Եվ Հիսուս Քրիստոս այսօր այդ երիտասարդին ասում է, թող ամեն ինչ, արի իմ հետևից, բայց դրա նախապայմանն է, որպեսզի դու քո մեղքը խաչի վրա հանես, խաչ քաշես քո մեղքերի վրա։ Իսկ մեղքերի ծնողը եսասիրությունն է, անձնասիրությունն է, երբ մենք փորձում ենք ամեն ինչ ունենալ մեր համար, երբ մենք մտածում ենք վերցնելու եւ ոչ թե տալու մասին, երբ մենք մտածում ենք ունենալու նյութական, մեղսական։ Տեսեք, վերցրու խաչդ եւ արի իմ հետևից։ Հետևաբար ուրացիր քո անձը, ուրացիր քո ցանկությունները, որոնք մեղսացին են եւ որոնք մեղք են ծնում, որոնք քեզ մեղքի են տանում։ Խաչ քաշիր քո մեղքերի վրա, խաչ քաշիր քո մեղսացին ցանկությունների վրա։ Արի իմ հետևից։ Արի իմ հետևից դեպի Աստծո արքայություն։ Եվ մարդը այդ խոսքի վրա խոժորված գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր։ Կրկին մենք, այո, տեսեք, մի աստվածաբանի էի լսում, ասում է, ես մի հարցում եմ արել, այդ աստվածաբանն է ասում, հարցում եմ արել մարդկանց, որ եթե մահանաք եւ կանգնեք Աստծո առաջ, եւ Աստված ձեզ հարց տա, ինչ եք ասելու, երբ Աստված ձեզ հարցնի, թե սիրելի Գուրգեն, Գեղամ, Տեր-Մովսես, Պողոս եւ Պիղատոս, ինչի համար ես ձեզ պիտի թողնեմ, որպեսզի դուք մտնեք Աստծո արքայություն։ Ինչ եք դուք ասելու։ Հիմա եթե մենք կանգնենք Աստծո առաջ եւ Աստված մեզանից յուրաքանչյուրին հարցնի, ասի, ինչի համար ես քեզ պիտի թողնեմ Աստծո արքայություն, ինչ մենք պիտի ասենք։ Մարդկանց մեծ մասը ասում է, դե Տեր, ես փորձել եմ քո պատվիրանները պահեմ, Կիրակի օրը եկեղեցի եմ գնացել, հաղորդություն եմ ստացել, փորձել եմ անեմ այն ինչ որ դու ասել ես, հələ մի բան էլ ինքս ինձ զոհել եմ, կներեք, էլի։ Ինձ լիքը բաներից զրկել եմ Աստծո արքայություն մտնելու համար, ոնց չմտնեմ հիմա Աստծո արքայություն։ Եթե մենք այդպես պատասխանենք, կլինենք այս երիտասարդի նման։ Աստված ասում է, պահիր պատվիրանները, եւ նա ասում է, դե մանկությունից ի վեր պահել եմ, հեր ինչ կա անելու։ Եվ Աստված ասում է, կա անելու։ Ավելին անելու բան կա, ավելի առաջ գնալու բան կա։ Մենք երբեք չենք կարող արդարանալ Աստծո առաջ մեր գործերով։ Մենք կարող ենք արդարանալ Աստծո ողորմությամբ, որին հասնելու համար մենք պիտի գործենք, բայց պիտի գործենք ոչ թե մտածելով, որ սա մեր տոմսն է երկնքի արքայություն, այլ պիտի գործենք, որպեսզի մեր սերը դրսևորենք դեպի Աստված, որպեսզի արժանանանք Աստծո սիրուն դեպի մեզ, որը եւ մեզ պիտի փրկի։ Եվ երբ մենք այս երիտասարդի պես երիտասարդը ասում է, ես ամեն ինչ արել եմ, եւ Հիսուս Քրիստոս ասում է, սիրեց նրան,
երբ մենք մեր սերը ցույց տանք Աստծուն մեր ամենօրյա գործերով, Աստված պիտի սիրի մեզ, Աստված պիտի մաքրի մեզ, Աստված պիտի մեր սրտերը պատրաստի գահ իբրև իր համար։ Եվ այդտեղ մեզ մնում է ևս մեկ քայլ անել, ուրանալ մեր անձը, վերցնել մեր խաչը եւ ամենօրյա տքնաջան աշխատանքով, աղոթքով եւ հույսով գնալ Հիսուս Քրիստոսի հետևից իր պատվիրանների պահեցողությամբ, Աստված պաշտությամբ եւ մարդասիրությամբ։